Խոշորագույն քրիստոնեական կառույցները ըստ էության սատարում հայտնեցին Գարեգին II-ին, մասնավորապես օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած Հռոմի Պապի հայտարարությունը, որտեղ ինքը ողջունեց, առողջություն մաղթեց եւ այլն, ձեզ թվում է իրանք չգիտեն ինչ է կատարվում։ Դրա հետ մեկտեղ հիշենք ռուսական ուղղափառ եկեղեցու, հա, կողմից նույն կերպ սատարում եւ այլն եւ այլն։ Այստեղ իշխանության մոտ մնում է վերջին գործոնը դա հայտարարել եկեղեցին որպես ռուսական գործակալական ցանց։ Ինչը միգուցե շատ ծիծաղելի կարող է հնչալ, բայց քանզի իրենք աշխատում են շատ տրամաբանական եւ արդեն իսկ նախագծված ծրագրով, ապա որ հասկանանք ինչ է լինելու, ուղղակի նայեք ուկրաինական կանոնավոր եկեղեցու, հա, տրոհումը եւ պայթեցումը, որը տեղի ունեցավ 2009 թվականից մինչև 2023-24 թվականները։